Օպերայի հրապարակում սկսում ենք ազգային ազատագրական պայքար։ Հիմքում ընկած է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիր կոչվածը, որի վերաբերյալ արդեն դադաղազություն կոչված համակարգերին ներկայացված է, որ 1991 թվականից արդեն իսկ ամրագրելով մեր արմենական տարածքները, Արմենիայի տարածքները որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք, պարզապես վաճառքի միջոցով, այսինքն այս պոռնիկները սկսած քորով, Լևոն Տեր-Պետրոսյան, ինքը Խալիլով Լենդերոշ, ինքը Կազբեկ, ինքը Վզգոն, Վազգեն Սարգսյան կոչվածը, ինքը Թեմիրճյան կոչվածը, իրանց համակարգերով, ինչպես նաև Ռաուֆը, որին բերեցին Սեյդօղլուն նշանակեցին որպես նախագահ, որ իրենց կողմից ստորագրված փաստաթղթերը ի կատարածի, այսինքն հանձնման պրոցեսները իրականացնի, որից հետո Ռաուֆը բերեց Խերժոյին, այսինքն որոնք բերվել էին քորի անմիջապես Վզգոյի Դեմիրճյանի հետ համաձայնեցված, որ իրենց կողմից վերցված գումարները տարածքները վաճառելու, մեր տարածքները, մեր արմենական տարածքները, ի կատարածելու պրոցեսը դրվի Ռաուֆի վրա, Ռաուֆը գցեց Խերժոյի վրա, Խերժոնը գցել է Սպորնիկի ծնունդի վրա, սակայն ամեն մեկը իր փայով, իր հատվածում, իր գործողություններով կատարել է պետական դավաճանություն, այսինքն ազգին զրկել են բոլոր հնարավորինս պաշտպանվելու, պայքարելու, ազատագրելու իր տարածքները, իր սրբություններին, ավանդույթին, մշակույթին, լեզվին, հոգևորին, իր բնորանին տեր կանգնելու։ Ստեղծել են այնպիսի պայմաններ, որը մտնում է գենոցիդի կոնվենցիայի մեջ, որ մարդիկ իրենց բնորանից թողնեն փախնեն, հեռանան։ 1993 թվականին են Բագրատյան կոչվածի գլխավորությամբ, նրա մասնակցությամբ, Քորի Վզգոյի եւ այլոց համակարգ կոչվածների անմիջական մասնակցությամբ Հայաստան կոչված Արմենիան չէ։ Այդ գործակալական ցանցը կանցելարյան գրասենյակը ստորագրում են միջազգային կոչված փաստաթղթեր, որով Հայաստան Արմենիան չէ։ Հայաստան ամրագրում են որպես ներկրող պետություն, որը իրավունք չունի որևիցե տնտեսություն, արդյունաբերություն ունենալ, զարգացնել եւ դրա հիման վրա Վզգոյի քույրիկներով, Քորի քույրիկներով, համակարգ կոչվածների, կուսակցական կոչված պոռնիկների անմիջապես գլխավորության մասնակցությամբ սկսում են թալանել թե պետությունը, թե գործարանները եւ թե ընդերքը։ Այդ ընթացքում ամբողջությամբ թալանված մեր գանձերը սկսած 90-ական թվականներից առօրս որևիցե այդ բյուջե կոչված մուտք չի գործում։ Հիմա կարճ համառոտ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ամրագրված արդեն իսկ որպես ադրբեջանական տարածք հիմք են ստեղծել, միջոց են ստեղծել, որ այդ տարածքները առք ու վաճառքի միջոց դառնան, բանակցություն կոչվածի միջոց դառնան, բայց նույն օրենքներով, որոնք այս պոռնիկի ծնունդները ամրագրել են, գրել են բանակցային, առևտրի, փոխանակման, բանակցություն իրականացնելու գործընթացի շրջանակներում զիջում, միջում եւ այլ կապիկությունները ամրագրված պետք է լինեն իրավունքի վրա, իրավասուբյեկտության վրա։
որի իրավունքն ու իրավասուբյեկտությունը որևիցե մեկը այս պոռնկածանոթներից իրենց համակարգ կոչվածներից որևիցե մեկը չուներ եւ չեն էլ կարող ունենալ, որովհետեւ երկիրը մերն է, մեր ազգին է եւ բոլոր տարածքները, ինչպես նաեւ ընդերքը, համակարգերը եւ այլն, բոլորը հանդիսանում է մեր ազգի, մեր երկրի, մեր Արմենիայի սեփականությունը եւ դրանց որևիցե մեկին իրավասություն, իրավունք չունեն, չեն ունեցել եւ չեն էլ կարող ունենալ որևիցե բանակցային process իրականացնելու, որևիցե փոխանակման, փոխզիջման, վաճառքի, նվիրաբերության, որ փոխանակման իրավունքը չունեն։ Հիմա 90 թվականներից ամրագրելով գոյություն ունեցող Ադրբեջանի որպես տարածք Հայաստան կոչված ձեր գիտակցության մեջ էլի իրականում Արմենիայի պետբյուջեից ֆինանսավորվել է գոյություն ունեցող Ադրբեջանը 34 տարի ֆինանսավորվել է եւ մեր ոսկե սերուսկին որպես վարձու վարձկաններ տարել ցեղասպանել են գենոցիդի ենթարկել այսինքն գենը ոչնչացրել բացի դե այնպիսի պայմաններ են ստեղծել որ մեր ազգաբնակչությունը թողի հեռանա իր բնորանից իր օջախները քանդի քայքայի վերացնելով աշխատատեղեր ստեղծել են այնպիսի պայմաններ որ տղամարդիկ հեռանան իրենց բնորանից եւ գնան այլ երկրներ կոչված որ գումար վաստակեն, բերեն իրենց ընտանիքներին պահեն, որի ընթացքում շատ հնարավոր է նաև ընտանիքներ քայքայվեցին։ Այսինքն սա ամբողջությամբ գենոցիդի կոնվենցիան է։ Եվ ինչպես նաև դուք քաջատեղյակ եք, որ տարբեր վակցինացիաների միջոցով սկսած նորածիններից ընդհանուր մեր զինապարտներին, զինծառայողներին ինչպես նաև ոստիկանություն կոչված գործակալական ցանցին, դատավոր եւ այլ, բոլորին վակցինացիայի է ենթարկել, այդ թվում նաև COVID-19-ի անվան ներքո, որոնք իրականում հանդիսացել են թունաքիմիկատներ, որով ազգաբնակչության 20%-ը մահացավ, մնացածը դեռևս մահանալու process-ի մեջ են, Եմ բոզի տղան փաշողլին որ ասում է ջուր խմելուց կարող է մահանալ, հաստատ կմահանալ։ Դա պատահական չէր ասում։ Դրա դատական process-ը ես տարա եւ արգելեցի, հիմնավորեցի Նյուրնբերգյան կոդեքսի 10 հոդվածի հանցագործության փաստերը Հիմա 10 կոդեքսից 10 հոդվածից զատ 90 թվականներից առորս մեր ազգի մեր պետության դեմ տեսեք չեմ գնում 21 թվական եւ այլ չնայած դրա վերաբերյալ ես փաստաթղթերը գանգատը հիմքերով հիմնավորումներով մտրել եմ միջազգային կոչված ձեր գիտակցությամբ էլի համակարգերով Եվրոդատարան Հագայի դատարան ՄԱԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն եւ այլ։ Բայց դրանք բոլորը հանդիսանում են կոնսիլիարիաներ, գրասենյակներ, հասարակական կառույցներ, որոնք որևիցե իրավասուբյեկտություն չունեն որևիցե մեկին դատելու, դատապարտելու։ Մենք ստեղծում ենք ազգային դատավարություն, ազգի դատավարությունը եւ սկսում ենք ազգային ազատագրումը։ Ազգային ազատագրումը, ազգային պայքարը իր մեջ ներառում է ուշադիր եղեք բացառիկ իրավունք ձեր գիտակցությամբ ժողովրդի բացառիկ իրավունքը, բայց դա ազգի բացառիկ իրավունքն է, որովհետև ժողովուրդը բացառիկ իրավունք չի կարող ունենալ, որովհետև ժողովրդի մեջ մտնում են տարբեր ցեղատեսակներ, տարբեր պատկանելություն ունեցող երևույթներ, հոմոսեքսուալիստներ, պոռնիկներ, մանկապիղծեր, մուսուլման
ուղղափառ եւ այլը, բուդդիստ, նեգր, թուրք, ադրբեջանցի, ռուս, մոլոկան, այսինքն ժողովուրդը այն հատվածն է, որը ունի ընդհանուր միաբանության ամրագրով, թե գենետիկ ֆոնդ, թե ավանդույթ, թե մշակույթ, թե լեզու, թե հոգևոր, թե եւ ամենակարևորը բնորան։ Միակ բնորանի սեփականության իրավունքը մեր ազգինն է, մեր արմենական ազգինն է։ Հիմա սրանց դեմ բացել եմ, ներկայացված է մեղադրանքներ որպես պետական դավաճաններ, որպես միջազգային հանցագործներ, մեր ոսկեսերուցքին գենոցիդի ենթարկելու ձեր գիտակցությամբ ցեղասպանության, որպես վարձու վարձկաններ, նրանց անմիջապես բոլոր համակարգ կոչվածների գլխավորությամբ, մասնակցությամբ մեր ազգի գենետիկ ֆոնդի ոչնչացմանը, մեր ընդերքի, մեր համակարգերի քանդում քայքայումը, թալանումը եւ տարածքների վաճառքը, պատերազմի հրահարումները ներկայացնելով մեր արմենական տարածքները որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք։ Եվ այդ առումով ՀՀ պետբյուջեն տասնամյակներ ֆինանսավորել է մեր թշնամիներին։ ՀՀ պետբյուջեն տասնամյակներ ֆինանսավորելով այս պոռնիկների կողմից ամրագրված գոյություն չունեցող Ադրբեջանի տարածքներ հանդիսացել է գոյություն չունեցող Ադրբեջանի դոնորը։ Այդ հրահրման, այդ պատերազմական իրականությունը խեղելով, որ հաստատի դա հանդիսանում են ադրբեջանական տարածքներ, մեր ազգին բջերին Ադրբեջան գոյություն չունեցող ցեղատեսակին, որի իշխանություն կոչված համակարգի ներկայացուցիչները Քորլևոն, Խալիլով Լենդերոշ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռաուֆ Սեյդօղլի, ինքը Ռոբիկ Քոչարյան կոչված, Խերժիկ Նարիմանով, ինքը Սերժիկ Սարգսյան կոչված, Փաշօղլի, իրա պոռնո կնգա կոչված ջհուդկա Աննա Պոռնիկի հետ, դրանք բոլորը թրքած ջհուդներ են։ Եվ դրանք բոլորը ենթակա են գնդակահարության իրենց իսկ համակարգի ներկայացուցիչների հետ, որովհետև այդ ամենը իրականացվել է նրանց իսկ մասնակցությամբ, նրանց իսկ աջակցությամբ, նրանց իսկ անմիջական գլխավորությամբ։ Հիմա այդ ամենը բացահայտված հիմքերը կան, մնում է ձեր գիտակցությունը։ Ես նաև քաղաքապետարան կոչվածի տեղեկացրել եմ, որոշումը կայացվել է, ես դա նաև կներկայացնեմ ձեր համար ականատես լինելու այդ բոլոր փաստագրական տվյալներին եւ սկսում ենք ազգային ազատագրական պայքարը։ Հիմա երկու բառով էլ ասեցի, կիսատ թողեցի։ Անմիջական բացատրականը դա ազգային ազատագրական պայքարը դա ազգի բացառիկ իրավունքն է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ միայն ազգը իրավունք ունի ինքնորոշվելու։ Ինչ է նշանակում ինքնորոշվել, այսինքն ինքը որոշի իր կարգավիճակը, իր բանակցային, իր արտաքին, իր ներքին, իր իրավական, իր քաղաքական, իր տնտեսական, իր մշակութային, իր հոգևոր կարգավիճակները։ Եվ որևիցե նախագահ, վարչապետ, միջազգային կոչված պոռնիկներ, ձեր գիտակցության ՄԱԿ-ը, Եվրոխորհուրդը, Եվրոմիության իրավունք չունի որևիցե ցուցումով, որևիցե հարկադրանքով, որևիցե գործողություններով, թե ոստիկանական, թե ռազմական, խոչընդոտի ազգային ազատագրական պայքարի
իրականացման գործը